Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Քվեարկեցինք հանուն քաղաքի եւ իհարկե նաեւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ինչ ակնկալիքներ ունեք, օրինակ իշխանության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն մեծ լրագրողներից քիչ առաջ ասաց, որ իրեն կարող են շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, այսինքն վստահ է, որ ինքն է ներդրել։ Ես այդ տարիքից, ես երևի այդ տարիքում չեմ եղել, ճիշտն ասած, այդպիսի հավակնոտ հայտարարություններ անելը ինձ վայել չէ, մեր դաշինքին վայել չէ։ Եվ թույլ տվեք մարտահրավեր նետել նման հավակնոտ հայտարարություն անելուց հետո ծախողվելու դեպքում ճիշտ կլինի այդպիսի մարդիկ քաղաքականությունից դուրս կան, ով էլ ասած լինի նման բան։ Մենք նման բաներ հիշում ենք 21 թվականի ազգային ժողովի ընտրություններից 2 օր առաջ, երբ մարտի 1-ի գլխավոր մեղավորը հայտարարեց, որ սրանց մնացել է 48 ժամ, իրենք ունեն 60%, ընտրություններից հետո պարզվեց, որ չէ, այդպես չէ, ու մինչև հիմա այդ մարդը հայտարարում է, որ քաղաքականության մեջ է։ Այս վիրուսը, չգիտեմ ինչի է եկել կպել նաև տեղական ընտրություններին, բայց թե ճիշտ կլինի, որ մարդիկ պատասխանատու լինեն իրենց հայտարարությունների համար։ Մենք նման բաներ չենք հայտարարել, չենք հայտարարում։ Պարոն Բարսեղյան, նկատում եք պասիվություն, թե ոչ այս ընտրություններին։ Չէ, ճիշտ ասած, միջին տեմպ է, անցած անգամ 24-25% էին մասնակցել, 4 հոգուց 1-ը, ովքեր իրավունք ունեին քվեարկելու։ Անցած անգամ առանձնահատկություն կար, որ տեղական ընտրությունը տեղի էր ունենում ազգային ժողովի ընտրություններից հետո 4 ամիս անց, եւ պետական ընտրությունների ժամանակ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հասկացել էին իրենց կշիռները եւ դրա համար ավելի пассив եղան եւ քիչ մասնակցեցին։ Իսկ քաղաքական ուժերի պակաս մասնակցությունը բերում է ընտրողների պակաս ներգրավվածության։ Այս անգամ դրա ճիշտ հակառակն է, երբ 1 տարի 2 ամիս է մնացել ազգային ժողովի ընտրություններին ու բոլոր քաղաքական ուժերը, ովքեր հիմա մասնակցում են, եկել են Գյումրի, այսպես ասած, նաև բացի տեղական ընտրություններին իրենց տեղն ունենալու ստուգարքի կամ ստուգատեսի։ Իրենց բոլորին հետաքրքիր է, որպես նախավարժանք, վարժանք, ես իմ Գյումրիում հաղթենք, գնանք մնացածը անենք, բնական է, որ այս ակտիվությունը քաղաքական ուժերի բերելու է ընտրողների ակտիվության։ Իմ կանխատեսումը մոտ 33-35% մասնակցություն։ Դա մոտավորապես 35,000 իշխանության ներկայացուցիչ առաջ մոտավորապես հենց այդպիսի այդպես ցուցանիշ կանխատեսեց։ Ես ընտրությունները լուսաբանում եմ 96 թվականից, 1000 ներողություն, ես ընտրությունների լուսաբանման հիմնադիրներից մեկն եմ եւ բոլոր ընտրությունների ժամանակ կատարելագործել եմ իմ հմտությունները, ուսումնասիրել, հետազոտել, հայտարարել եւ շատ ուրախ եմ, որ իշխանության ներկայացուցիչները օգտվում են մեր նախընթաց փորձից եւ նախանձով չենք նայում հեղինակային իրավունքի բան չկա, մենք շատ ուրախ կլինեինք, որ շատ լրատվամիջոցներ առաջնորդվեին այդ սկզբունքներով 96 թվականի Գյումրու թիմ ընտրությունները լուսաբանելիս մենք բոլոր տեղամասերից ունեցել ենք հավաքված տեղեկություններ, հրապարակել ենք այն ինտերնետ չեղած տարում բավականին բարդ էր, հա, թող ասեն, հա։ Պարոն Բարսեղյան, թեև ասում եք հավակնությունների չեմ խոսում, բայց այնուամենայնիվ ձեր շանսերը ինչպես եք գնահատում եւ ԿՊ-ի հետ կոալիցիա բացառում եք թե ոչ։ Նորից այդ հարցը տալիս եք, դուք երևի արտասահմանից հենց նոր վերադարձել եք, անցած ամսվա ընթացքում Հայաստանում չեք եղել, ինտերնետ չեք ունեցել, Մալդիվներում նույնիսկ ինտերնետ կա եւ այլն։ Երևանում ավական ընտրություններից առաջ էլ եղավ, որ չենք համագործակցի, բայց վերջում տեսանք ԿՊ-ն եւ Հանրապետություն կուսակցությունը, որը նաեւ այդ դաշինքի կազմում է, համագործակցեցին եւ իշխանություն դարձան։ Նորից ստիպված եմ բացատրել երկու տերմինների տարբերությունը՝ համագործակցության տերմինը եւ կոալիցիա, ուրեմն բառը։ Ավականու բոլոր այն անդամները, որոնք լինելու են նստած ավականու նիստերի դահլիճում, դատապարտված են համագործակցել։ Իրենք պիտի օրակարգ հաստատեն, Արթուր Ալեքսանյանին պարգևատրեն, կարիքավոր մարդուն ֆինանսական օժանդակություն ցույց տան, բյուջե հաստատեն, հնգամյա զարգացման ծրագիր։ Սա համագործակցություն է, թեկուզ քննադատաբար, թեկուզ իրար նկատմամբ պարսավանքով կամ համակրանքով համագործակցելու դատապարտված են բոլորը։ Ուրեմն այդ մասով որևէ մեկը չի կարող եկուց ելնել ասել, թե կամ հիմա կամ երեք ասի, որ մենք ավականու կազմում չենք համագործակցելու են, օրենքով պիտի համագործակցեն։ Հիմա կանք մյուս բառին։
Դրա համար ճիշտ կլինի հարցերը ըստ էության ձևակերպել։ Ես շեշտեցի կոալիցիա։ Հետո վերաձևակերպեցիք համագործակցություն։ Եթե սխալվում եմ, տեսագրության մեջ կարելի կլինի դա ստուգել։ Կազմելով հասնելով կոալիցիայի կոմբասել։ Կոալիցիան համագործակցության տեսակ է։ Բոյկոտը համագործակցության տեսակ եւ այլն։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, ես հաշվում եմ, էլի մոտավորապես 525-րդ անգամ եմ ես հայտարարում, որ Եվրատաշինքը, ավականու անդամները ես որևէ կոալիցիոն բանակցություն չենք վարել, չենք վարելու ավականնի անցնելիք քաղաքական ուժերի հետ։ Մենք առաջարկելու ենք ընտրել մեր ծրագիրը ինձ որպես քաղաքապետ, ով կկամենա թող ընտրի, ով չի կամենա թող չընտրի։ Մենք որևէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որևէ բանակցություն չկա ու չի լինելու։ Ինձ իմացող մարդիկ գիտեն, որ ես իմ խոստումները չեմ խախտել։ Պարոն Պարսեղյան, ակնհայտ է արդեն, որ 50+1 որևէ քաղաքական ուժ չի հավաքի, ըստ էության այսպես դուք եք հայտարարել որպես կանխատեսում, եւ քանի որ այսպես ասեմ, իշխանության հետ որևէ քաղաքական ուժ հայտարարել են, որ կոալիցիա չեն կազմի, ընդդիմության մեջ հնարավոր է համագործակցություն, առհասարակ այս ընտրությունների արդյունքով քաղաքային իշխանություն, ներկայացուցչական իշխանություն կձևավորվի, թե հնարավոր է ավելի շատ քաղաքական, այսպես ասած, խոճապ առաջանա։ Ամբողջ 1%-ի հավանականություն կա, որ 17 եւ ավելի մանդատ կստանա որևէ մեկ, այսինքն դա անհավանական է կորսնականում։ Մի քանի սցենարներ կան, եթե դուք հավես ունեք, ես ձեզ տեսական սցենարները պատմեմ։ Ինչ որ մեկը տանելու է հարաբերական մեծամասնություն, 13 մանդատ, 15, 16, հա, 33-ից եւ կոալիցիայի ջանքեր են ներդնելու։ Ակնհայտ է, ինչքան ես հասկացա, որ որևէ քաղաքական ուժ քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցվելու հավես չունի։ Չգիտենք այս գիշեր ինչպես այդ հավեսները կփոխվի կամ չի փոխվի։ Մերը չի փոխվելու, մենք կոնկրետ դիրքորոշում ունենք, հայտարարել ենք։ Մյուսների հետ կապված կարող է պատահի մյուսներից որոշ քաղաքական ուժեր ընտրություններից հետո պարզեն, որ եթե իրենք միավորվեն, կունենան հարաբերական կամ կունենան բացարձակ մեծամասնություն։ Կարող է այդպես ստացվել, հա։ Այդ դեպքում հասկանալի է, որ քաղաքացիական պայմանագիրը եւ մեր քաղաքական ուժը եւ ելի մի քանիսը ովքեր չեն լինի այդ կոալիցիայի մեջ կլինեն ընդդիմություն։ Կարող է ստացվի այնպես, որ մյուսները միավորվեն եւ ստացվի հարաբերական մեծամասնություն։ Դա նման է Երևանյան տարբերակին։ Այդ դեպքում ընտրությունը կլինի այնպես, որ վերջին փուլով կընտրվի հարաբերական մեծամասնություն ունեցող միավորման, ուրեմն թեկնածու։ Իսկ սա քաղաքագիտության մեջ համարվում է փոքրամասնության կառավարումը, ինչպես դա հիմա Երևանում է։ Այսինքն միշտ լինելու է դա անկայուն։ Դա բերելու է հազար ու մի լարումների, ցնցումների, կարող է եւ բերել արդյունավետ կառավարման։ Կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքական վարկ կդրսևորեն ավականու անդամ դարձած գործիչները եւ քաղաքական ուժերը։ Կարող է լինել եւ ցնցումներ, օրինակ նման դեպքում, եթե մնացածը ովքեր միացյալ թվով կունենան 17-ից ավելի քվե, բայց իշխանությունը կլինի հարաբերական մեծամասնությունից 16 քվե ունեցածից, նրանք կարողանան ցանկացած պահի տապալել ավականու նիստը, պարտադրել, որ այսինչ որոշումն ընդունվի բյուջեի նախագծի մեջ, այսինչ փոփոխությունն անել, դա բոլոր այն որոշումները, որոնք ճակատագրական են քաղաքի համար։ Եթե տեղի ունենա խզում, հավականին չկարողանա գործել, այդ դեպքում օրենքը նախատեսում է, որ մեկ նստաշրջանի ընթացքում 3 ամիս եւ ավելի ժամանակահատված ավականին չկարողանա նիստեր գումարել, պիտի լուծարվի եւ տեղի ունենան ավականու արտահերթ ընտրություններ, այնպես ինչպես տեղի ունեցավ այս անգամ, էլի, հա։ Եթե հանկարծ ստացվի այնպես օրենքն է նախատեսում, որ համայնքապետ ընտրելու օրակարգով ավականին նիստ է գումարում եւ սկսում է նիստը կոնե, հա, քվորում կա եւ սկսում է նիստը, կոնե 1 րոպե անցնում է այդ նիստից, 2 շաբաթ եթե չի հաջողվում համայնքապետ ընտրել, ավականին լուծարվում է էլի օրենքի ուժով, այնպես որ սրանք հնարավոր սցենարներն են, մաթեմատիկական վերլուծությունը գիշերը ես երևի կտամ արդեն բարձ կլինի ողում բարեկամներ